Մարիա հեռուստասերիալը, որ ամիսներ շարունակ դարձել էր հեռուստադիտողների ամենասիրված ու ամենաքննարկվող նախագծերից մեկը, մոտենում է իր ավարտին։ Սյուժետային գիծն արդեն հասել է իր տրամաբանական գագաթնակետին, և այն զարգացումները, որ այժմ ընթանում են, խոսում են միայն մի բանի մասին՝ պատմությունը շատ շուտով կփակի իր վերջին էջը։ Հեռուստասերիալի ավարտը կարծես թե անխուսափելի է դարձել նաև ոչ միայն սյուժետային առումով, այլև տեխնիկական։ Վերջին օրերին համացանցում տարածվել են մի շարք տեղեկություններ ու կադրեր, որոնք վկայում են, որ նկարահանումներն արդեն ավարտվել են։ Դերասանները սկսել են մեկնարկել արտերկիր իրենց անձնական հանգստին կամ նոր նախագծերին մասնակցելու նպատակով։ Օրինակ, Վահե Վարդանյանն, ով հեռուստասերիալում մարմնավորում է Դավիթին, վերադարձրել է իր խուճուճները, այսինքն նշանակում է, որ հեռուստասերիալում իր կերպարի նկարահանումներն արդեն ավարտվել են։ Մասնավորապես նաև Ռաֆին մարմնավորող դերասան Սուրեն Պողոսյանն, ով առանց չափազանցության հանդիսանում էր սերիալի առանցքային դեմքերից մեկն, այս պահին Հայաստանում չէ։ Դերասանի բացակայությունը ոչ միայն տեխնիկական հանգամանք է, այլև խորհրդանշական։ Դա հստակ ազդանշան է, որ նրա մասնակցության բոլոր հիմնական տեսարաններն արդեն նկարահանված են, և այժմ մնում է միայն սպասել սերիալի վերջնական, մոնտաժված ու հեռարձակվող տարբերակներին։ Հեռուստադիտողների շրջանում այս զարգացումները խառը զգացումներ են առաջացրել։ Մի կողմից կա խորը հետաքրքրություն, թե ինչպես է ավարտվելու այս բազմաշերտ ու բարդ հարաբերությունների պատմությունը, մյուս կողմից շատերն արդեն զգում են մի տեսակ դատարկություն իրենց սիրելի սերիալի ավարտի շեմին։ Բայց եթե հետևենք վերջին սերիաներում ներկայացված լարված և դրամատիկ իրադարձություններին, ապա վստահ կարելի է ասել, սցենարային լուծումները գնում են դեպի արժանապատիվ և ցնցող եզրափակում։ Ռաֆն, ով հանդիսացել է սերիալի հակահերոսներից ամենանշանակալին, կարծես պատրաստվում է ստանալ իր արժանի պատիժը։ Նրա գործողություններն արդեն անցել են բարոյականության բոլոր սահմանները, սկսած մանիպուլյացիաներից, ավարտած ֆիզիկական ու հոգեբանական բռնությամբ։ Հիմա, երբ Դավիթը բանտում է Սոֆյայի կեղծ ցուցմունքների պատճառով, իսկ Մարիան հայտնվել է հոգեպես ծանր վիճակում, Ռաֆի հետ վերջին հանդիպումից հետո թվում է իրավիճակը վերջնականապես դուրս է եկել վերահսկողությունից։ Սակայն հենց այս բարդ ու լարված պահերն են, որ նախանշում են սերիալի ավարտին նախորդող կուլմինացիան։ Սցենարիստները խելացիորեն կուտակել են ողջ սյուժետային լարվածությունն այս վերջին գլուխներում ապահովելու համար հզոր, հուզիչ և հիշվող ավարտ։ Ակնհայտ է, որ վերջին սերիաներում սպասվում է ոչ միայն ճշմարտության բացահայտում, այլ նաև արդարության վերականգնում։ Հեռուստադիտողները սպասում են, որ Ռաֆը վերջապես կկանգնի օրենքի առջև, Սոֆյան կհրաժարվի իր կեղծ ցուցմունքից, իսկ Դավիթն ու Մարիան կունենան իրենց արժանի հանգիստը։ Սերիալի ստեղծագործական թիմի ղեկավարը Ելենա Արշակյանն, ըստ շրջանառվող լուրերի, արդեն իսկ սկսել է նոր նախագծի աշխատանքները։ Դա ևս հուշում է, որ Մարիան մոտ է իր ավարտին։ Նկարահանումների ավարտի մասին անուղղակիորեն վկայում են նաև այլ դերասանների սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարները, որոնցում նրանք արդեն մասնակցում են այլ պրոյեկտների կամ վայելում են հանգիստն այլ երկրներում։ Մի բան հստակ է՝ Մարիան կավարտվի այնպես, ինչպես սկսվել էր՝ հզոր, խորը և էմոցիոնալ։ Այն հաջողեց պահել հեռուստադիտողի ուշադրությունը ամիսներ շարունակ, ներկայացնելով ոչ միայն սիրո և դավաճանության պատմություն, այլև անդրադառնալով բռնության, իրավական անարդարության և ընտանեկան վեճերի թեմաներին։ Հեռուստադիտողը այժմ սպասում է կաթիլ առ կաթիլ վերջնական հանգուցալուծմանը, հույսով և ակնկալիքով, որ բոլոր մեղավորները կպատժվեն, իսկ հերոսները կարժանանան իրենց երջանկությանը։ Եվ թվում է, այս ավարտը կարդարացնի բոլոր նրանց սպասելիքներն, ովքեր հոգով կապվել էին այս պատմությանը, ապրում էին հերոսների ցավով ու հաղթանակներով։ Մարիա սերիալի վերջաբանն ամենայն հավանականությամբ կդառնա նոր մակարդակ հայկական հեռուստասերիալների պատմության մեջ, որպես մի պատմություն, որն ավարտվեց ճիշտ պահին իր բարձրակետում, հագեցած ու ամբողջական։ Այնպես որ սպասեք մոտակա օրերին, կհաղորդենք, թե որ օրն է ավարտվելու Մարիա հեռուստասերիալը։ Այսօր, ընդամենը մի քանի ժամից արդեն ամեն ինչ պարզ կլինի։ Ավարտն ավելի մոտ է, քան հեռուստադիտողները կարող են նույնիսկ պատկերացնել, իսկ թե ինչպիսին է լինելու ավարտը, կիմանաք շատ շուտով, բայց որ հեռուստադիտողների սպասելիքները Ելենա Արշակյանն ու իր թիմն արդարացնելու են, դա միանշանակ է։
Հեռուստադիտողներն ամենաշատը սպասում են տեսնելու, թե ինչպիսի պատժի կարժանանա Ռաֆը։ Իհարկե, միանգամից նրա մահը արժանի պատիժ չէ, քանի որ նրանք ցանկանում են, որ Ռաֆը հայտնվի ճաղերի ետևում և երկար ժամանակ պատասխանատվություն կրի իր արածների համար, ուղղակի մահանալով պատիժ չի ստանա։ Հեռուստադիտողները ցանկանում են վերջապես Դավիթին տեսնել արդարացված ու Մարիայի կողքին։ Ցանկանում են նաև տեսնել ընտանիքն ամբողջական։ Հեռուստադիտողների համար տարօրինակ է, որ Նոնան այսքան պայքարեց իր ընտանիքի համար և մենակ մնա։ Այս ամենը, իհարկե, չի թույլ տա հեռուստասերիալի սցենարիստը։ Իսկ թե ինչպիսի ավարտ է կանխատեսել նա այս հեռուստասերիալի համար, ցույց կտա ժամանակը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին բաց չթողնելու համար ամենաառաջին կադրերը տեսնելու հնարավորությունը և իհարկե տեղեկանալու նոր սերիալներում կատարվող փոփոխությունների շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Մնացեք մեզ հետ ու կբացահայտենք ավելին։